Վրացական երազանքը BBC-ից պատասխան է պահանջում տարածված նյութի վերաբերյալ, որում BBC-ն զրուցում է Վրաստանում քիմիական զենքի կիրառման մասին։ Իշխող թիմն արդեն հայցով դիմել է BBC-ի ներքին կարգավորող մարմնին և պարզաբանել, որ վրացական երազանքի հասցեին տարածված սուտ տեղեկությունները նպատակ ունեին հարձակվելու վրացական պետության վրա։ Վրացական երազանքը հույս է հայտնում, որ BBC-ն կընդունի իր սխալը և ներողություն կխնդրի յուրաքանչյուր նույնականացված հարցի կապակցությամբ։ Իսկ իշխանության ընդդիմախոսների հայտարարությամբ քիմիական թունավորման սկանդալը չի մնա առանց արձագանքի, քանի որ պետական անվտանգության ծառայության հետաքննությամբ ոչինչ չի պարզվել և ներկայացվել են լիովին անհասկանալի եզրակացություններ։ Ընդդիմությունը գտնում է, որ այս գործի առնչությամբ անհրաժեշտ է անցկացնել միջազգային հետաքննություն, որպեսզի բացահայտվի ճշմարտությունը։ Վրաստանի արտաքին գործերի նախարարը ծանոթության հանդիպում է անցկացրել Վրաստանում Կատարի պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Յուսեֆ Աբդուլռահման Ալ-Մուլլայի հետ։ Նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնի նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել ապագա գործունեության մեջ։ Զրույցում անդրադարձել են երկրների միջև համագործակցության հարցերին և առևտրատնտեսական կապերի խորացման հնարավորություններին։ Արտահայտվել է համագործակցության հետագա ակտիվացման պատրաստակամություն և ընդգծվել բարձր մակարդակի այցելությունների փոխանակման կարևորությունը։ Նշվել է, որ ընթացիկ տարվա հունվարի վերջին Թբիլիսիում կանցկացվեն քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև, ինչը նշանակալի ներդրում կունենա ապագա համագործակցության օրակարգի սահմանման հարցում։ Ջրագնդակի Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականը հաղթել է Սլովենիային, նվաճել երկրորդ փուլի ուղեգիր։ Խմբից դուրս էին գալիս 3 թիմ և երրորդ անցողիկ տեղի համար պայքարում էին հենց Սլովենիան և Վրաստանը։ Վրացիները հանդիպումը անցկացրել են վստահորեն և հաղթել 22-11 հաշվով։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը հավասար էր՝ 8-8, իսկ երրորդ խաղաշրջանը մեր թիմը հաղթել է 6-2 հաշվով և հենց այստեղ էլ որոշվել է խաղի ճակատագիրը։ Երկրորդ փուլում կձևավորվեն երկու խումբ, որոնցից դուրս եկած լավագույն թիմերը կկազմեն կիսաեզրափակչի զույգերը։ Վրաստանի հավաքականը մոտակա հանդիպումը կանցկացնի հունվարի 17-ին Իտալիայի դեմ։ Ուղիղ հեռարձակումը ձեզ կառաջարկի Վրաստանի առաջին ալիքը։ Գեղեցիկ տեսարան և մայրցամաքի առաջնություն։ Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Անաստասիա Մետելկինայի և Լուկա Բերուլավայի զույգը նվաճել է ոսկե մեդալը։ Անգլիայի Շեֆիլդ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի անդամներ Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան կարճ ծրագրից հետո առաջին տեղում էին։ Ազատ ծրագիրը կատարել են բարձր մակարդակով, արժանացել 129.80 միավորի, իսկ երկու դիսցիպլինաների հանրագումարում հավաքել են 215.76 միավոր և տիրացել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներին։ Տղամարդկանց միջև Նիկա Էգաձեն կարճ ծրագիրը ավարտել է առաջին տեղում, նա ազատ ծրագրով հանդես կգա հունվարի 17-ին։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել իրանցի ժողովրդի դաժան բռնաճնշումներին մասնակցած բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նշելով, որ պատժամիջոցների ենթարկված անձանց թվում է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նրա խոսքով Լարիջանին առաջին իրանցի առաջնորդներից մեկն էր, որը իրանցի ժողովրդի օրինական պահանջներին ի պատասխան հանդես եկավ բռնության կոչերով։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի տեղեկացմամբ պատժամիջոցներ են սահմանվել 18 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ակտիվորեն մասնակցում են Իրանի նավթի և նավթաքիմիական արտադրանքի միջազգային վաճառքից ստացված եկամուտների փողերի լվացմանը։ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում են իրանցի ժողովրդին նրանց ազատության և արդարության ձգտման մեջ, հայտարարել է Բեսենթը։